Այս համար շատ կարևոր է նմանատիպ քննարկումների անցկացումը, որովհետև թվում է, թե մենք հարյուրամյակներով և հազարամյակներով շփվել ենք միմյանց հետ, բայց էլի միմյանցից սովորելու, միմյանց մասին իմանալու շատ բան կա, և կուզեի վերջին տարիների Հայաստան-Վրաստան հարաբերություններից խոսել և մեծ գոհունակություն հայտնել դրանց զարգացման մակարդակով, որովհետև գիտեք, որ անցած տարի Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի նախկին վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլին փաստաթուղթը ստորագրեցին և սա ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները իրենց զարգացման առումով այլ մակարդակի են բարձրացել։ Ես այստեղ գալուց առաջ մտածում էի, թե ինչի դա հիմա տեղի ունեցավ, և պետք է նշեմ, որ որպես Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստերին, վերջին տարիներին գրեթե բոլոր նիստերին մասնակցած պաշտոնյա պետք է ասեմ, որ դա գալիս է այն փոխվստահության բարձր մակարդակից, որ կա այսօր երկու երկրների ղեկավարության միջև և կառավարող ուժերի միջև։ Ես օրինակ Հայաստանի առումով կարող եմ ասել, որ չկա որևէ այդպիսի երկիր, որի ղեկավարների հետ ավելի ինտենսիվ են շփումները և անձնական նաև շփումները, քան Հայաստանը և Վրաստանը։ Եվ այդպիսի տպավորություն ունեմ, որ Վրաստանի մեր գործընկերների դեպքում էլ է այդպես։ Յուրաքանչյուր մեր այդպիսի քննարկում տեղի է ունենում շատ անմիջական մթնոլորտում և քննարկում են բոլոր տիպի հարցերը, բոլոր ինչ հնարավոր է։ Իհարկե ես չեմ կարող ասել, որ մեզ հաջողվում է բոլոր հարցերը լուծել, բայց առնվազն այդ քննարկումները և հարցերի կարգավորումները տեղի են ունենում շատ գործընկերային միջավայրում և արձանագրում եմ, որ ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների իշխող ուժերի և կառավարությունների միջև շատ սերտ համագործակցության պայմաններում։ Այս փաստաթղթի ստորագրումը նաև արձանագրում է մեր ժողովուրդների միջև այն ճանապարհը և այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել և խոսում է փոխվստահության մասին։ Մենք անդադ Վրաստանի մեր գործընկերների հետ շփվելիս այդ ենք արձանագրում, որ դարեր շարունակ ըստ էության մեր երկու երկրների ժողովուրդների միջև այդպիսի լուրջ կոնֆլիկտներ չեն եղել։ Եղել են առանձին դրվագներ մեր պատմության ընթացքում, երբ որ մի քանի օրեր այդպիսի լարվածություններ են եղել սահմանային երկու երկրների միջև, բայց դրանք չեն վերածվել մեծ կոնֆլիկտների և սա պետք է արձանագրել և Վրաստանի դեպքում, և Հայաստանի դեպքում, և վրա ժողովրդի, և հայ ժողովրդի դեպքում ես կարծում եմ այսպիսի աննախադեպ հարաբերություններ չկա, որպեսզի երբ այդ ժողովուրդները կոնֆլիկտներ չեն ունեցել ըստ էության։ Տնտեսական համագործակցության առումով իհարկե գիտեք, որ Վրաստանը մեզ համար դեպի Սևծով, դեպի հյուսիս կարևոր հանգույց է և մենք նաև այս ուղղությամբ ենք համագործակցում մեր գործընկերների հետ, փորձում ենք նրանց զարգացնել հարաբերությունները առևտրի ուղղությամբ, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ ի տարբերություն հայերի, վրացիները այն ծավալով չեն այցելում Հայաստան, բայց նաև վերջին միջկառավարականին արձանագրել են, որ թվերը շեշտակի աճել են։ Եվ երբ ես 2018-19 թվականին
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներ մենք սկսեցինք իրականացնել ծրագրեր, որի արդյունքում մեր երիտասարդները ավելի շատ շփում կունենան, որովհետև մեր երիտասարդները իրականում երկու երկրների հայ երիտասարդները, Վրաստանի և վրաց երիտասարդները Հայաստանի մասին քիչ ինֆորմացիա ունեն։ Եվ եթե նաև սոցհարցումներ անցկացնենք, նրանց շրջանում տեսնենք, որ խորքային նրանք միմյանց չեն ճանաչում, եւ սա խնդիր է, որը երկու երկրների կառավարությունները պետք է լուծեն, եւ ես կարծում եմ, այս առումով երկկողմ հարաբերություններում սա ամենամեծ խնդիրներից մեկն է։ Թվում է, թե այդպես ինքը իր մեջ մեծ պրոբլեմատիկա չի պարունակում, բայց իրականում դա պրոբլեմ է, որը պետք է լուծել։ Երկկողմ առևտրի առումով իհարկե նախորդ 2 տարիներին մենք հաղթահարել ենք 1 միլիարդի շերմը, երկու երկրների վիճակագրական ծառայությունները շատ հաճախ տարբեր թվեր են տալիս, բայց ոնց որ թե արձանագրել են երկուս եկել, որ այդ շերմը անցել ենք։ Իհարկե Վրաստանը նաև կարևոր հանգույց է տարբեր ճանապարհների համար եւ մենք նաև մեր վրաց գործընկերների հետ համագործակցություն իրականացնում ենք այս հանգույցներից նաև օգտվելու եւ մեր առևտրաշրջանառությունը ավելացնելու նաև այլ երկրների հետ, գիտեք մեր արևմտյան հարևան Թուրքիայի հետ առևտուրի անուղարկի տեղի ունենում Վրաստանի միջոցով դեպի Ռուսաստան, դեպի Չինաստան մեր առևտրաշրջանառությունը հիմնականում տեղի ունենում այս հանգույցով։ Վրաստանը նաև մեզ համար կարևոր գործընկեր է տարածաշրջանային խաղաղության հաստատման առումով եւ ես ուզում եմ գոհունակությամբ հայտնել, որ Վրաստանի մեր գործընկերները վերջին շրջանում մի քանի անգամ նման նախաձեռնությամբ հանդես են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հաղթահարմանը նպաստելու առումով եւ եթե չեմ սխալվում 2 ամիս առաջ մեր փոխարբուրս նախարարները Վրաստանի արտաքին գործերի նախարարության ուրեմն միջնորդությամբ հանդիպեցին Թբիլիսիում եւ տարածաշրջանային հարցեր քննարկեցին, որը մենք շատ ենք կարևորում եւ շատ ենք գնահատում։ Եվ իհարկե պետք է արձանագրենք, որ մեր զարգացման տեսլականը վստահության Վրաստանի եւ Հայաստանի շահերը համընկնում են եւ այն ստանդարտները, որոնք Վրաստանի իշխանություններն են աշխատում հաստատել Վրաստանում, այն ստանդարտները նաեւ մենք մեր առաջնահերթություններից են։ Եվ մենք խաղաղության խաչմերուկի առումով կարծում եմ, որ Հայաստանի կառավարության վարչապետի կողմից առաջ քաշված այս նախաձեռնության շահառու է ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի մեր տարածաշրջանի երկրները, այդ թվում նաև մեր գործընկեր Վրաստանը եւ այս ուղղությամբ մենք բավականին անելիք ունենք եւ ներուժ ունենք։ Այսքանը որպես ներածական խոսք կուզեի ասել եւ եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ, շնորհակալ եմ։